Չէ, սիրելի Աստծո ժողովուրդ, իմ սրտում կա խոսել երկերկոց երկրորդ գլխի 15 եւ 17 խոսքերի մասին։ Երկերկոց երկրորդ գլուխ 15 եւ 17 խոսքերը։ Բռնեցեք մեզ համար աղվեսները, այգիները ավերող պստիկ աղվեսները, որովհետեւ մեր այգիքը ծաղկել են։ Եվ 17 խոսքը, քանի որ օրվա քամին փչում է եւ ստերները փախչում են, հետ դարձիր, ով իմ սիրեկան, նմանիր այծամին կամ եղնիկի ծագին, որ պատառոտված սարերի վրա են։ Ուրեմն սիրելի եղբայրներ, քույրեր, ինչպես եղբայրները ասեցին, իհարկե մարդու կյանքը երկրի վրա անիմաստ է, եթե հաղորդ չի իրական կյանքին, Աստծո հետ այդ հաղորդությունը չունի։ Այդպես ոնց եկել է, այդպես էլ գնում է, բայց եթե հանդիպում է իրական կյանքին Հիսուս Քրիստոսին, իր կյանքը իմաստավորվում է եւ ինքը գիտի թե ուր է գնում։ Աստված թող օրհնի, Աստծո ողորմությունը լինի եւ այդ ժամանակը, որ ինչպես Պավել եղբայրն ասեց, իրան ներսում արդեն ոչ թե գործում է մեղքի եւ մարմնի օրենքը, այլ գործում է կյանքի եւ հոգու օրենքը։ Իր ընթացքը արդեն ոչ թե մարմնավոր է, այլ հոգեվոր է, որովհետեւ հաղորդ է եղել կյանքին։ Եվ այդ համարը, որ ես ընթերցեցի, բռնեցեք մեզ համար աղվեսները, այգիները ավերող պստիկ աղվեսները, որտեղ մեր այգիքը ծաղկել են, ընդհանրապես փոքր աղվեսներն են, որ այգիները ավերում են, կարող են ցանկապատի տակով մտնել, արանքներով մտնել, մեծ աղվեսները այդքան վտանգավոր չեն, ինչքան փոքր աղվեսները, մանավանդ այն ժամանակ, երբ որ այգիները ծաղկած են։ Այդ ժամանակը, որ մտնում են եւ փչացնում են։ Օրինակ ծմերը ոչ մի աղվես էլ վտանգավոր չի, կարող են գալու գնալ, որովհետեւ այգիները, ասենք, ցան տակ են, բայց ամռանը, աշնանը, գարնանը, երբ որ սկսում են արդեն ծաղկել եւ այգիները իրանց ծաղիկները հանում են, այդ ժամանակ այդ փոքր աղվեսները շատ վտանգավոր են, որովհետեւ կարող են այդ այգիները ավիրել։ Փոքր աղվեսները նմանվում է մեր մարդկորեն ասած մանրմուներ մեղքերին, փոքր մեղքերին։ Աստծո մոտ մեծ ու փոքր մեղք չկա, Աստծո մոտ մեղքը մեղք է։ Իհարկե, մարդը զգուշանում է մեծ մեղքերից, ասենք հնահավոր մեղքերից օրինակ մի սպանիր, մի շնանար եւ այլը, բայց այն փոքր, այն մանրմունը, որ իրան թվում է թե մանրմուններ մեղք է, ասենք հանկարծ միտեղ սուտ խոսած, միտեղ չարախոսես, միտեղ չգիտեմ, նենց արա, որ իրան չնեղացնեն եւ այլը, ասենք, այդ մանրմուններ մեղքերը իրան թվում է թե ոչ մի բան են չի վնասի, բայց Աստծո խոսքը ասում է հենց դրանք են վնասում, հենց դրանք է, որ ծաղկած այգին ինչ կանի կվնասի, եւ դա երբ է հայտնաբերվում, երբ որ այգին ծաղկած է, երբ որ այդ մարդը արթուն վիճակի մեջ է, հոգեվոր արթուն վիճակի մեջ է, ինքը զգում է, որ դրանք իր ներքնաշխարհը փչացնում են։ Ինչպես ասենք, այդ մասին տղամարդիկ շատ լավ կհասկանան, չգիտեմ, կանանց էլ միգուցե հասկանան, օրինակ բարձր, ասենք, էլեկտրական այդ էլեկտրալարերը, որ գնում են բարձր հոսանքի, ասենք, կան շատ բարձր լարումներ, կա 10,000 վոլտ, կա 35,000 վոլտ, կա 110,000 վոլտ, դրանք շատ վտանգավոր են, բայց դրանց այդ, ասենք, այդ գծերի վրա աշխատելը այդքան վտանգ չի սպառնում, որտեղ աշխատելուց առաջ նախ անջատիչներ կան, անջատում են, հետո պլակատներ են կախում, որ մի մոտեցիր, զգուշացիր, որտեղ մահացու է, հետո էլ ասենք կա հատուկ հողանցման ծողեր, որ հողանցում են տնում, շատ կերպերով զգուշացում կա, որ նոր այդ գծերի վրա, ասենք, այդ էլեկտրիկները աշխատեն, բայց այն փոքր հոսանքները, որ տան մեջ են, ասենք 220 վոլտ եւ այլը, դրանք ավելի վտանգավոր են, որովհետեւ դրանց համար զգուշացում չկա։ Մանավանդ ասենք քույրիկները դերեն մանավանդ կանայք անզգուշ են այդ հոսանքների հանդեպ, հաճախ իրանց այդ հոսանքը խփում է։ Ինչի համար նույնն է այստեղ, այդ փոքր աղվեսները, պստիկ աղվեսները, մանրմուներ կարծեցյալ մեր իմացած կարծեցյալ մեղքերը, որ Աստծո համար նորից եմ ասում, միևնույնն է մանր է, թե խոշոր է, մեղքը, դրանք են, որ մեր ներքնաշխարհը ավիրում են։ Դրա համար Աստված ողորմություն անի, Աստված օրհնի, սիրելի եղբայրներ, քույրեր, համար 17 խոսքի ես դրա համար եմ կարդում։
քանի որ օրվա քամին փչում է եւ ստվերները փախչում են, հետ դարձիրով իմ սիրեկան, նմանիր այցամին կամ եղնիկի ցակին, որ պատառոտված սարերի վրա են։ Ուրեմն Եսայա 59-րդ գլխի մեջ առաջի երկու խոսքերի մեջ գրված է. Տիրոջ ականջը չի ծանրացել մեզ լսելուց, նրա ձեռքը չի կարճացել մեզ փրկելուց, այլ մի բաժանող պատ կա մեր եւ նրա միջև, դա մեր մեղքերն է։ Հիմա այդ փոքր մանր մունր կարծեսյալ մեղքերը դրանք արգելք են, որ Աստված մեր հետ ինչ անի հաղորդակցի, որ մենք հաղորդություն ունենանք մեր փրկչի հետ, հաղորդություն ունենանք Տիրոջ հետ, դա խանգարում է եւ դրա համար ասում է, քանի որ օրվա քամին փչում է, շատ հաճախ, շատ տեղերում Սուրբ Գրքի մեջ բնագրում քամի նկատի ունի հոգին, ինչպես օրինակ Հովանու 3-րդ գլխի մեջ, որ ասում է քամին որտեղ որ ուզում է փչում, դու չես իմանում որտեղ է փչում, որտեղ է գալիս եւ ուր է գնում, դա նկատի ունի հոգու հետ։ Ասենք, այստեղ էլ, երբ որ Սուրբ Հոգին իջնում է մարդու մեջ, երբ որ Սուրբ Հոգու այցելություն է լինում, այդ ստվերները, այդ մեղքերը, որ ստվեր է գցում մարդու մեջ, որ ինչպես գրված է, որ ստվեր է գցում վարակույրի նման մարդու սրտի վրա, որպեսզի փակ լինի երկինքի իր համար, Սուրբ Հոգու ներկայության ժամանակ այդ ստվերները ինչ են անում, փախչում են, մաքրվում են։ Այդ մասին Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 3-րդ գլխի մեջ շեշտում է, 2 Կորինթացիս 3-րդ գլխի 15 խոսքից է ուզում ընթերցել, 2 Կորինթացիս 3:15 Այլ մինչև այսօրվա օրը Մովսեսին, երբ որ կարդում են, մի քող ընկած է նրանց սրտերի վրա, բայց երբ որ դեպի Տերը կդառնան, այն քողը վեր կառդմի, որտեղ Տերն է հոգին, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը։ Աստված թողորն է եղբայրներ քուրեր, մեղքը, հանցանքը կարելի ասել քողի նման է, ստվեր է, այն որ մենք ժառանգել ենք Ադամից, դա ընկած է մարդու սրտի վրա, բայց ասում է, երբ որ դեպի Տերը կդառնան, այն ժամանակ այդ քողը ինչ կանի, վեր կառնվի, որտեղ Տերն է հոգին, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը։ Երբ որ Սուրբ Հոգով մարդը լցվում է, այդ քողը վեր առնում իր վրայից, այդ ստվերը փախչում է իրանից, այդ մանր մունր մեղքը, որ ըստ մեզ կարծեսյալ թե մեղքը մանր բան է, այդ հոդս է ցնդում եւ երկինքը փաստում է մարդու առաջ եւ մարդը կարողանում է հաղորդակցվել իր կենթանի հոր հետ։ Թող Աստված օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի։ Նորից եմ հիշեցնում, ինչպես եղբայրները շեշտեցին, մարդու համար ամենակարևոր բանը երկրի վրա, որ իր ընթացքը իմաստանից լինի, հաղորդ լինի իր հոգիների հոր հետ, հավիտենական հոր հետ։ Իսկ սատանայի նպատակն է միշտ ինչ անել, խանգարել դա, թույլ չտալ որ ինքը կյանքին հաղորդ լինի, որ ոնց որ ծնվել է մեղքի մեջ, այդ օրվանից իրանից պահանջում է այդ կյանքը, այցև էլ կնա մահվան եւ հավիտենական կորուստ, բայց Աստված երկնքից միջամտում է, թույլ չի տալիս, ինչպես Հռոմեացիս 6:23-ում է գրված, մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառով է, փառք իր սուրբ անվանը, Աստված երկնքից միջամտում է, որպեսզի սիրելի եղբայրներ քուրեր, այդ մարդի ներքնաշխարհը, այդ քողը, այդ վարակույրը, այդ մեղքի ծածկոցը, որ ընկած է իր սրտի վրա, վեր առնվի, որպեսզի մահկանացու սովորական մարդը կարողանա հաղորդ լինել երկնքի հետ, իր երկնային հոր հետ, որպեսզի կյանքով լցվի, որ ինքը իր ֆիզիկական մահից հետո կյանքը ժառանգի ենել հավիտենական կյանքը։ Ովսե մարգարեության 14-րդ գլխի 5 խոսքի մեջ մարգարեն գրում է, Ովսե 14:5 Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար, նա Շուշանի պես պիտի ծաղկե եւ արմատներ պետք է գցի Լիբանանի պես, փառք Տիրոջը։ Երբ որ Սուրբ Հոգին իջնում է մարդու մեջ, երբ որ մարդը Սուրբ Հոգով լցվում է, այդ քամին փչում է, ինչպես ես այնտեղ ընթերցեցի, ոչ միայն մարդի ներքնաշխարհից վեր առնում այդ վարակույրը, այդ մեղքը հեռանում է իրանից, այլ ինքը եղբայրներ քույրեր Շուշանի պես ծաղկում է եւ Լիբանանի մայրի պես ինչ անում, աճում է, ցողի պես պետք է լինեմ Իսրայելի համար, նա Շուշանի պես պիտի ծաղկե եւ արմատներ պետք է գցի Լիբանանի պես։ Ինքը հոգեոր արթուն կյանք ապրում եւ պատխաբեր է լինում եւ շրջապատին էլ համոհոտ է տալիս։ Աստված թողորն է, Աստծո ողորմությունը լինի եւ առաջի Հովանու թղթի
առաջի գլխի 7 խոսքն է ուզում ընթերցել, առաջի Հովանու, առաջի գլխի 7 խոսքը։ Բայց եթե լույսի մեջ մանկանք ինչպես նա է լույսի մեջ, հաղորդությունն ենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Ուրեմն մինչև այդ գրված է Աստված լույս է եւ բնավ նրանում խավար չկա, այսինքն Աստված բացարձակ սրբություն է եւ բնավ մեղքի նշույլ չկա նրա մեջ։ Եվ այստեղ ասում է, բայց եթե մենք լույսի մեջ մանկանք ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից։ Ինչ է նշանակում լույսի մեջ մանկալ, չի նշանակում կատարյալ սրբությամբ քայլել, այլ մեր ներքնաշխարհը իրական վիճակը լույսի առջև բերել, ի հայտ բերել, ինչպես Եփեսացիս թղթի մեջ գրված է, ամեն բան լույսից հանդիմանված հայտնի է լինում, եւ ամեն բան որ հայտնի է, դա լույս է։ Երբ որ մարդը սրտանց խոստովանում է իր ներքնաշխարհում բուն դրած այդ վարակույրը, որ վարակուրված է իր սրտի վրա, այն մանրմունր աղվեսները, որ իր հոգին ավիրում են, երբ որ ինքը դա խոստովանում է Տիրոջ առջև, երբ որ բերում է լույսի մեջ, որտեղ Սուրբ Հոգու գործը առաջինը սա է, որ մարդուն բացահայտի իր մեղավոր վիճակը, որ ինքը ընդունի իր մեղավորությունը եւ դառնա Քրիստոսին։ Այդ ժամանակ ասում է, բացվում է այդ վարակույրը, այդ քողը վերցում է իր վրայից եւ ինքը սկսում է հաղորդ լինել իր երկնային հոր հետ եւ ասում է հաղորդություն ունենք իրար հետ, Աստծո հետ, լույսի հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Աստված թող օրհնի, ինքը բարձրանա, ինքը փառավորվի մեր կյանքում, ինչի համար, որտեղ Աստծուն երկրպագելու համար եղբայրներ քույրեր Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ պետք է նրան սրբությամբ երկրպագենք։ Ուրեմն 96 Սաղմոսի 9 խոսքի մեջ գրված է. երկրպագություն արեք Տիրոջը սուրբ զարդարանքով։ Ինչի համար պետք է երկրպագություն արվի Տիրոջը սուրբ զարդարանքով, որտեղ 93 Սաղմոսի 5 խոսքի մեջ գրված է, Սաղմոս 93-ի 5 քո վկայությունները շատ հավատարիմ են, քո տանը վայելու չէ սրբություն, ով Տեր երկայն օրերով։ Աստված թող օրհնի, որպեսզի մեր երկրպագությունը Տիրոջ առջև սրբությամբ լինի, սուրբ զարդարանքով, պետք է Սուրբ Հոգու այցելությունը, Սուրբ Հոգու ներկայությունը, որպեսզի այդ ամեն ստվերները, այդ ամեն մանրմունր աղվեսները, որ մեր ներքնաշխարհը ավիրում են, հոգին ավիրում են, դրանք վերցվի, որպեսզի մենք ազատ լինենք պաշտելու երկրպագելու մեր երկնավոր հորը, փառք իր Սուրբ Օմանը, Աստված օգնական լինի, Աստծո օրհնությունը լինի եւ նույն երկերկոց 4-րդ գլխի 6 խոսքը նույն երկերկոց 4-րդ գլխի 6 խոսքը քանի որ փչում է օրվա քամին եւ փախչում են նրա ստվերները գնամ եւ զմուրսի սարովը եւ կնդրուկի բլուրովը ուրեմն քանի որ փչում է օրվա քամին եւ փախչում են ստվերները գնամ եւ զմուրսի սարով եւ կնդրուկի բլուրովը իդեպ ասեմ երկերկոց գիրքը դա հարս եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի Փեսայի սիրո երգն է։ Այն համար 17 խոսքում ասում է, երբ որ Սուրբ Հոգին իջնում է, երբ որ քամին փչում է, Փեսային է կանչում, ասում է եկ, հետ դարձիր, իմ սիրեկան, որպեսզի այդ հաղորդությունը լինի։ Իսկ այստեղ այս 4-րդ խոսքի մեջ ասում է, երբ որ էլի քամին փչում է, երբ որ Սուրբ Հոգին իջնում է, այդ ստվերները փախչում են, այսինքն այդ մեղքի վարակույրը վերցվում է, ասում է ես գնամ զմուրսի սարովը եւ կնդրուկի բլուրովը Սաղմոս 16-ի վերջին խոսքում համար 11 խոսքում ասում է դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա եւ քո աջ կողմը քաղցրություններ հավիտյան ուրեմն զմուրսի սարովը եւ կնդրուկի բլուրովը խորհրդապատկերում է որ Տիրոջ երեսի առաջին ուրախությունների լիություն կա եւ նրա աջ կողմը քաղցրություններ հավիտյան որ մարդը ինքը տրվում է Տիրոջը որ վայելի նրա քաղցրությունը նրա սերը եւ
կյանքին աղորդ լինի, թող Տերը օրհնի, ինքը բարձրանա, ինքը փառավորվի։ Ես մի անգամ էլ այդ երկու խոսքերը ընթերցեմ եւ խնդրենք Տիրոջը, որ Սուրբ Հոգու զորությունը իջնի այս վայրի մեջ եւ ամեն ստվերները ինչ անեն, փախչեն, ամեն այդ քողը, որ վարակուրված է մեր սրտերի վրա, որ խանգարում է մեր երկնային Հորի հետ աղորդ լինել, այդ ամենը պատռվի, վեր առնվի, որպեսզի երկինքը բացվի, որ մենք կարողանանք վայելել իր սուրբ ներկայությունը, ուրախանանք եւ ցնցանք, եղբայրներ քույրեր, իր երեսի քաղցրությունով, իր երեսի ուրախությունով մեր ներքնաշխարհը լցվի իր սուրբ ներկայությունով։ Ուրեմն երկրորդ գլխի 2:17 խոսքը, քանի որ օրվա քամին փչում է եւ ստվերները փախչում են, հետ դարձիր, կանչում է իր սիրեկանին, ով իմ սիրեկան, նման իր այցամին կամ եղնիկի ցակին, որ պատառոտված սարերի վրա են։ Եվ ինքը կանչում է Փեսային եւ այս 4-րդ խոսքի մեջ էլ ինքնա 6-րդ խոսքի մեջ էլ ինքնա ուզում գնալ այդ հանդիպումը կանա, քանի որ փչում է օրվա քամին եւ փախչում են նրա ստվերները, գնամ եւ զմուրսի սարովը եւ կնդրուկի բլուրովը, ամեն։ Տերը օրհնի, խնդրենք Տիրոջ Սուրբ Հոգու ներկայությունը այս վայրի մեջ, որ քամին փչի, Սուրբ Հոգու զորությունը կա եւ ինչպես Տեր Հիսուսը հարությունից հետո փչեց աշակերտների վրա եւ ասեց առեք Սուրբ Հոգին, այնպես էլ Սուրբ Հոգու զորությունը գործի է սրահի մեջ, որպեսզի այդ վարակույրը վերցվի, որպեսզի սովորական մահկանացու մարդը կարողանա հաղորդվել երկնային Հոր հետ, որպեսզի իր կյանքը իմաստավորվի, որ ինքը ինչի համար է Աստված իրան ծնունդ տվե, ինչի համար է ծնվե, ինչի համար է ապրում եւ դեպի ուր է գնում։ Իր անունը բարձրանա փառավորվի հավիտյան։ Ամեն։ Աղոթ